Կարծես այսօր մեր հերոսների և հերոսականության մասին խոսելը, չգիտես ինչպես դարձել է մեր իրականության մեջ մի համարձակ քայլ, խիզախություն է դարձել։ Այս անարժեք մթնոլորտում հերոսների ժառանգությունը, հերոսների զոհաբերությունը արժևորելը կարծես դարձել է հոսակին հակառակ լողալու պես բան, որը պետք է լիներ բնական, որը անհրաժեշտ է, կենսական է, բայց կարծես հոսանքին հակառակ ենք փորձում մեր իրականության մեջ լողալ։ Եվ ըստ էության կարելի էր ուղղակի մի պահ գժվել, եթե չհավատանք մեր ազգային ոգու հզորությանը, որը անպայմանորեն պատրելու է այս անարժեք մթնոլորտը, այս թանձր մշուշը եւ մեզ վերադարձնելու է մեր ազգային առաքելության գիտակցմանն ու արարմանը։ Հայկը հաղթելու է Բելին, դա կասկած չկա։ Եվ այս հենց մտածմունքով էլ ազգային կրթության խորհուրդը որոշեց կազմակերպել այս մշակութային աշխատաժողովը ու նվիրել Մոնտեի 68-ամյակին։ Ինչու Մոնտեի, որովհետև Մոնտեն մարմնավորում է մեր նորօրյա ազգային ազատագրական պայքարը, նրա հաղթական ելքը, եւ ցավալիորեն այսօր մեր իրականությունից ամեն կերպ փորձում են Մոնտեին դուրս մղել եւ նաեւ կրթական բովանդակությունից դուրս մղել, դուք բոլորը տեղյակ եք սոցցանցերում Մոնտեի նկարը նույնիսկ տարածել արգելափակումներ առաջացնում եւ մենք որոշեցինք, որ ի հակառակ այս ամենի մենք պետք է մեր հերոսների ու հերոսականության արժևորումը հենց Մոնտեի ծննդյան օրը կատարենք այսօր մի խնդիր էլ կար, մենք բոլորս գիտենք, որ 2018 թվականին, երբ սկսվեց այս ազգային անկման այս խայտառակ փուլը, Մոնտեի կերպարը վերցրեցին եւ փորձեցին արժեզրկել եւ կարծես դրանով փորձեցին փակել նաեւ մեր հերոսական էջը, Արցախի ժամանակավոր կարծում ենք հանձնմամբ եւ ուրացմամբ։ Հենց այս պարտադրանքը ազգային կրթության խորհրդին ստիպեց, որպեսզի կազմակերպել աշխատաժողով եւ մենք համոզված ենք, որ ազգային ոգին ծնելու է ազգային ազատագրական նոր պայքար եւ ազգային ազատագրական այդ պայքարի մեջ այսօր կարիք կա նաեւ կրթությունը ազատագրելու։ Ինչ ենք ասում կրթությունը ազատագրել ասելով, այլևս թաքնված չէ, բացահայտ են անում, երբ փորձում են կրթական քաղաքականությամբ եւ կրթական բովանդակությամբ ժամանակակից ամբողջությամբ ուրանալ մեր ազգային առաքելությունը, ամբողջությամբ ուրանալ մեր ազգային ինքնությունը, փորձում են փոխել մեր քաղաքակրթական կոդը եւ ազգային կրթության խորհուրդը այս ամենը գիտակցելով նրա ծնունդը հենց սրանով էր պարտադրված, ոչ միայն քննադատել, խոսել, այլև փորձել ձևավորել մեր ազգային կրթական համակարգը, որը բերելու է ազգային ազատագրական նոր պայքարի։ Ըստ էության հստակ է ամեն ինչ, կամ մենք, կամ իրենք իրենց անարժեք, կարելի է նաև ձևակերպել անբարո կրթական քաղաքականությամբ, կերտում են իրենց ուզած հպարտ, անդեմ, անինքնություն, անհայրենիք, նյութապաշտ քաղաքացում, կամ մենք, որպես հայքի սերունդներ, հստակ սահմանում ենք մեր նպատակը եւ ազգային առաքելության գիտակցմամբ նորից վերադարձում մեր առաքելության իրացմանը։ Այսօր, եթե պատկերավոր նորից արտահայտվենք, Բելի աշտարակաշինությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում է, լիարժեք իրականացվում է եւ ձեռնոց է նետված հայքի սերունդների առաջ։ Եվ այս աշխատաժողովը, ձեր ներկայությունը եւ նման ոգեղեն այլ լիսկերը մեր հասարակության մեջ ցույց են տալիս, որ անպայմանորեն այսօր էլ հայկը հաղթելու է Բելին։ Եվ ինչպես մեր միջոցառման խորագիրն է նաեւ հուշում, հերոսների ու նրանց հերոսականության արժևորումը ոչ միայն պարկ է իրենց նկատմամբ, այլև պարկ է Աստծո եւ ապակա սերունդների առաջ։ Ազգային կրթության խորհուրդը այս գիտակցմամբ է առաջնորդվել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։